Այսօր Հանրապետության հրապարակում մի քանի առիթով ցույցեր էին անում քաղաքացիների տարբեր խմբեր։ Դաշնակցությունը շարունակում էր բողոքել հայ-թուրքական արձանագրությունների դեմ։ Բողոքի ակցիան սրանով սկսել ենք, սրանով չենք սահմանափակել, որովհետև այդ հացադուլը ինքնանպատակ չի։ Եվ չի կարելի, որ եթե իշխանություն ես ընտրվում, ուխտադրուժ գնաս ինչ-որ արձանագրություններ ստորագրես, այսօր լիարժեք չներկայացնես, թե հետագայում ինչ ա լինելու։ Այսօր դաշնակցականների կողքին էր կոնգրեսի ներկայացուցիչ Վարդգես Գասպարին։ Կոնկրետ որ ցույց են անում, ես շատ ուրախ եմ։ Ստորագրել եք, թե չեք ստորագրել։ Ոչ, ես չեմ կիսում իրենց տեսակետները։ Ժառանգության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը եւ դաշնակցական Ռուզան Արաքելյանը այսօր բանավիճեցին Հայլի ակումբում։ Շատ բազմաթիվ քաղաքացիներ կգային, արագ ստորագրեին ձեր կողմից առաջարկները, իհարկե նաև խմբագրումներով, եթե հավատային ձեր կուսակցության ղեկավարներին։ Գիտեք, այդպես ռետորական կարելի է վարկաբեկել ցանկացած մեկին եւ ցանկացած բան, բայց այդպես բարձրաձայն ռետորական առանց փաստերի եւ փաստարկների խոսելը ես չեմ ընդունում, մանավանդ դուք այսօր ելույթները եւ ձեր քվեարկությունները։ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը նպաստելու է մեր տնտեսության զարգացմանը։ Մեր արտադրողները պատրաստ են այդ մրցակցությանը եւ մեր պետության աջակցությամբ այդ մրցակցությունը կբերի գների նվազեցման եւ մեր ժողովրդի համար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծվեն։ Նախարարը հայտնեց նաեւ, որ գյուղապրանքների մթերումը հակառակ տեղերից հնչող բողոքների ընթանում է բնականon հունով։ Մթերումները սկսել ենք մենք շատ նորմալ սահում Ծիրանի մթերումները, Ծիրանի արտահանում կազմակերպել է շատ բարեհաջող։ Ախուրյանի շրջանի Արափի համայնքում այս տարի 7-րդ անգամ կարկուտ է տեղացել եւ հերթական մեծ վնաս է պատճառել գյուղացիներին։ Դե փչացնեք էլի կազգուտնոյ կուկա ասենք կաղան դինելու զագդա ծագրտագը։ Մենք երկու անգամ ցանենք, երկուսն է դաշտերնավորվող բրծա։ Վերջերս Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել է գյուղտանող ճանապարհը, սակայն այդ ճանապարհով արգելված է անասուններին տեղափոխել։ Արգելված է տուկանենգը մեծ գնով է տուկանենգը։